Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 10-ի համար, բոլոր տարվա նշանների համար։ Տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվում այդ օրը։ Գնանք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 10-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, թե ինչպես կընդունեք, միգուցե հանկարծակի լուրի հետ է դա կապված, ինչպես կանեք նաև օրվա ընթացքում։ Մի փոքր տխրում եք այստեղ, տան հետ կապված հարցեր են, որոնք ձեզ տխրեցնում են։ Տրամադրությունը կարող ընկնի կամ հիասթափություն է սա, կամ ընտանիքի անդամների հետ է կապված այս հիասթափությունը, կամ տան հետ է կապված, դա ինչ-որ մի բան է տան հետ կապված։ Առիթ է, առիթի ժամանակ եք հիասթափվում, տխրում, ձեր տրամադրությունը կարող գցել իրենց հետ կապված դա լինի, այնտեղ այդ առիթի մարդկանց։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Գումար կստանաք այդ օրը, նաև երեխաների հետ կապված որևիցե հարցեր են, այստեղ կամ առիթ է, կամ նաև հղիություն է, ծննդաբերություն է, գուցե երեխաներն են ձեզ գումար տալիս, կարող իրենց աշխատավարձն է և բերում ձեզ են տալիս, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Դինայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 10-ին։
Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում միայն։ Այդ օրը որևիցե գործ չեք հասցնում անել եւ այդ գործը, այդ հնարավորություն ձեր ձեռքից բաց եք թողնում այդ գործը անելու համար։ Ոչ թե մի բան է։ Ոյ օրինակ, հա մի օրինակ բերեմ, ոնց որ մարդը ուզում է ձեզ այնց պատվեր անել, բայց դուք ժամանակ չունեք։ Եվ այդ հնարավորություն ձեր ձեռքից բաց եք թողնում։ Նաև որ չէ հարցում այստեղ հաղթանակած դուրս կգաք, ինչ որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու եւ կամ այստեղ վիճում եք կամ տում եք մաքրելու։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում ունեք ձեզ համար շատ հարազատ ոչ մեկի հետ։ Դա նաև կարող է հավատարմությունն է ցույց տալիս, եթե վեճը այստեղ վերաբերվում է հավատարմության, ապա դա հավատարմությունն է ցույց տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 10-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ունեք թաքուն սիրավեպ, նաև թաքուն գործողություններ են, որ կարող եք անել այդ օրը։ Որ մի բանում հաղթանակած դուրս կգաք, միգուցե դա, հա, որ ինչ-որ գաղտնի բաներ եք անում, կամ թաքուն ոչ է, անակնկալ եք պատրաստում դիմացինի համար, ոնց որ լավ է ստացվում դա։ Եվ այստեղ նորություն կլսեք կամ օցերն են այդ նորությունը ասելու ձեզ, կամ օցերի մասին է, կամ նորությունից հետո, հա, սկսում են ձեզ նախանձել, կամ գուցե ուրիշ կերպ վերաբերվել, կախված է թե ինչ նորություն է սա։ Ուշադրություն դարձրեք այդ օրը նաև ձեր առողջությանը, եւ կարող եք այցելել նման կենտրոն եւ երջանիկ եք, ինչ որ բան է ձեզ երջանկացնելու օրվա ընթացքում, ոչ թե մի լավ բան է։ Գուցե որ հաղթանակած եք դուրս գալի ինչ որ մի հարցից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 10-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը ունեք թաքուն սիրավեպ, որի վրա գումար կծախսեք, կամ թաքուն գործողություններ են, որոնց վրա եւս էլի գումար եք ծախսում, կամ գումարի մասին եք խոսում, թե ինչքան կարժենա, օրինակ այս կամ այն գործողությունը կազմակերպել է, թե ինչ-որ անակնկալ է։ Ինչ-որ մի բան ձեզ ցավ է տալիս այդ օրը, բայց չեք տխրում։ Այդտեղ գաղտնիք է բացահայտվելու, կարող է դա է, բայց չեք տխրում։ Նաև որ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվի կամ վերջին մեկ ամսվա իրադարձության ավարտ է սա, նաև դա կարող է լինել նոր է սկսվում, հա, նոր ինչ-որ մեկ ամսվա ցիկլային ինչ-որ աշխատանք է կամ ինչ-որ մի բան է, հա, որ ամեն ամիս արդեն լինելու է ձեզ հետ։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է, ձեր ցանկությունները կներեք իրականանան, դե ասեցի գաղտնիք է բացահայտվելու, նաև ոմանք կունենան ինտիմ հարաբերություններ, ոմանց համար սա կամ շուտ եք պարկում քնելու կամ գուցե օրվա ընթացքում եք ուղղակի ցանկանում հանգստանալ, այդպես կարող պարկել հանգստանալ։ Եվ հանդիպում ունեք այդ օրը։ Ինչ-որ մեկի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 10-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն դրանք։ Նաև վերջին մեկ ամսվա իրադարձության ավարտ դա կարող է լինել, նաև նոր սկսվող, հա, որ ամեն ամիս ինչ-որ մի բան է լինելու, կամ դուք եք վճարելու ինչ-որ մեկին, կամ կարող է հիվանդանոց եք գնում, հղիություն է եւ այլն, հա, յուրաքանչյուր բան կարող է լինել այստեղ։ Ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կգան, այստեղ հանդիպում կամ շփում կունենաք ընկերոջ հետ, կարող է ինքն է գալիս ձեզ մոտ։ Ոչ էլ նորություն կլսեք, ոչ նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, կարող պայմանագիր կնքել, ստորագրել, նաև ինչ-որ բաներ գրանցել, գրել, ջնջել, այդպես ինչ-որ ցուցակ կազմել։ Օրվա ընթացքում ոմանք կարող են պարկել հանգստանալ, ոմանք նաև կարող են ինտիմ հարաբերությունները, ոմանք ուղղակի ձեզ վատ եք զգում, թույլ եք, հոգնած եք եւ ուզում եք պարկել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին փետրվարի 10-ին։
Հարկելի օցեր, այդ օրը կամ դուք եք ճանապարհ գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ, նաև սպասման մեջ եք, հա, եւ սպասում եք, որպեսզի գան։ Այստեղ հույսն այդ կորում է, ինչ-որ մեկի հետ կապված, որովհետեւ դա ձեզ ցավ է տալիս, այսինքն հույսը չի արդարանում, այնպես չի լինում, ինչպես որ դուք եք ուզում։ Եվ տան հետ կապված իրադարձությունները, որոնք որ յուրաքանչյուր ամիս կատարվում է, հա, դա եւս այդ օրը նորից եւս կկատարվի, տան վարձ պետք է տաք։ Նաև դա կարող է լինել ձեզ են տալիս վարձ կամ տան վարձերի օրն է այն, այդպես ջուր եւ այլն, դրանք պետք է վճարեք այդ ինչ որ մի բան է, որ ամեն ամիս կա, կամ ավարտվում է դա, ավարտվում է այդ ամեն ամսվա ոյցե վճարը։ Եվ գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 10-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը գումար կստանաք, նաև որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչ որ մի հարցի հետ կապված։ Նաև այդ օրը այստեղ ունեք թաքուն գործողություններ, ունեք թաքուն սիրավեպ, ոմանք երջանիկ կլինեք, նորություն կլսեք, հաջողություն եք ձեր գործերում, ձեր բիզնեսում, յուրաքանչյուր բան ինչ որ կանեք այդ օրը, հանկարծ լուր կլսեք։ Եվ ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն կամ կսկսեն կատարվել, կամ դրանք ավարտվում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 10-ին։
Հարգելի այծեր, այդ օրը ոմանք հրավեր կստանան ոչ առիթի կամ դուք կարող հրավիրել դիմացինին ոչ առիթի։ Նաև այստեղ թաքուն գործողություններ են եւ հույսով եք որ այդ կկարողանաք այդ թաքուն գործողությունները իրականացնել մինչև վերջ։ Նաև դա թաքուն սիրավեպ է, հա, որ եւս էլի մտածում եք որ ոչ ոք հանկարծ չտեսնի դա, չիմանա դրա մասին։ Նաև յուրաքանչյուր քայլանալուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր արեք, նաև դա կարող է լինել գնում եք ինչ-որ միտեղ երկար եք մնում այնտեղ կամ ինչ-որ մի բան է դեռ դանդաղում, դեռ կանգնած է, դեռ սպասում եք, որ լինի կամ գա, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 10-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Նաև դա կարող վերաբերվում է դիմացինի հավատարմությանը, մտերմությանը։ Ոչ նամակ կստանաք տեղեկատվություն, որը կարող է լինել նաև սուտ կամ սուտ է բացահայտվում, այդ նամակի միջոցով ինչ-որ մի բան է բացահայտվում։ Նաև սա գաղտնիք չի բացահայտվում, հա, սա կամ սուտն է ջրից դուրս գալիս, կամ ուղղակի սուտ է այն տեղեկատվությունը, որը որ կստանաք այդ օրը։ Օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված։ Ինչպես կընդունեք, ինչպես կհավատաք եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղների։ Ինչ է սպասվում ակաղաղներին փետրվարի 10-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը երջանիկ կլինեք, ինչ-որ մի բան է ձեզ երջանկացնելու այդ օրը։
Նաև տատանվում եք, ծանրութ թեթև եք անում, միգուցե ընտրության առջև եք կանգնած, ինչ-որ բաներ եք մտածում այդ օրը և ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք այստեղ կարող շատ աշխատանք ունենաք, պատվեր ունենաք, կախված է թե ինչ եք անում, ինչ գործունեությամբ եք զբաղված, նաև դա կարող է լինել հանդիպում պետական աշխատողի հետ, բիզնեսը կարող եք առաջ տանել, եթե բիզնես ունեք, բայց իրադարձություններ են ձեզ մոտ, որոնք որ կատարվում են ձեզ հետ յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, նաև դա կարող է նոր է սկսում, հա, ինչ որ ամեն ամիս ինչ որ բաներ անելը, նաև դա կարող է կապված է ինչ որ մի բան ավարտվում է, որը որ ամեն ամիս է տեղի ունենում։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, որոնք որ պետք է գնաք, անեք, զբաղվեք, կարող է դա ուսման կենտրոն է, կարող է դա բժշկական կենտրոն է, հա, եւ այլն, յուրաքանչյուր տեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 10-ին։ Հարգելի շներ, այդ օրը առավոտյան ինչ-որ մի բան է ձեզ ցավ տալիս, բայց չեք նեղվում, ինչ-որ մի բանի մասին կարող եք իմանալ։ Նաև այդ օրը նորություն կլսեք, ոմանք ունեն սիրային ժամադրություն, սեղանի շուրջ եք նստելու, նաև ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, եւս էլի հա սեղանի շուրջ կնստեք իրենց հետ։ Այսքանը։ Եթե այստեղ վերագրենք, հա լավ կլիներ, նաև այս արևն էլ ընկներ, դա արդեն ձեր տրամադրությունը բարձր կլիներ։ Համենայն դեպս կողքերն է եւ դա հենց ցույց է տալիս, որ ձեր տրամադրությունը բարձր կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազների, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 10-ին։
Հարգելի վարազներ, այդ օրը ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք թիմացինին, նաև դա կարող է լինել սիրված եք զգում ձեզ, ինչ-որ մի բան է տեղի ունենում ձեզ հետ եւ սիրված եք զգում ձեզ, նաև ձեր հարազատների շրջապատում եք այդ պահին գտնվում, հրավեր ունեք որևէ առիթի կամ դուք կհրավիրեք մարդկանց, նաև տատանվում եք, գուցե ինչ նվեր տանեք, գնաք արդյոք թե ոչ, հանդիպում ունեք այդ օրը եւ այստեղ ինչ որ գործեր չեք հասցնում ավարտել, միգուցե դա է ձեզ ցավեցնում եւ տխրեցնում։ Կամ հա ինչ որ մի բան է այստեղ, որ միևնույնն է այդ օրը, հա, գործերը չեք հասցնում անեք եւ ցավեցնում է ինչ որ մի բան, որից տխրում եք կամ հիասթափվում եք այդ մարդուց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։